Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ։ Քննարկվել են հաջորդ տարի Երևանում կայանալիք կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական եւ բովանդակային հարցերը։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, ընդգծելով, որ նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ մեծ պատիվ, սակայն նաեւ պատասխանատու եւ պարտավորեցնող առաքելություն է երկրի համար։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի երրորդ համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարար Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքոազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման մասին համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիր է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից դուրս, որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից եւ ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի։ Սիսիանում եւ Գորիսում կայացել է կրթվել է նորաձև շարժման հերթական հանդիպումը, մանրամասները տեսանյութում։ Կրթության մասին խոսել է, կրթությունը որպես նորաձև երևույթ ընկալելը եւ այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ կրթվելը նորաձև շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր։ Սիսիանում եւ Գորիսում վարչապետի եւ նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները։ Իմ քայլը հիմնադրամում կարծում եմ պատճառը շարժման նկատմամբ գնալով աճող հետաքրքրությունն է։ Մասնակիցների մոտ հետաքրքրություն է առաջացրել նաեւ վարչապետի տիկնոջ մնացել ենք 5-րդ բանախոսությունը, որի ընթացքում Աննա Հակոբյանը խոսում է այն մտածելակերպի մասին, որը ստիպում է մնալ անցյալում, կրկնելով հին սխալներն ու մոտեցումները, առաջ նայելու եւ ժամանակին համընթաց զարգանալու փոխարեն։ Ես կասեի, որ ոչ միայն մնացել ենք 5-րդ դարում, շարունակում ենք քայլել նույն ճանապարհով, նույն նախանձի ճանապարհով, նույն քննադատողի ճանապարհով, որովհետև այսօր մեր հասարակության մեջ այնպիսի մի կարծրատիպ է որդեգրվել, որ ովքեր որ ավելի շատ չարչարում են, ում համար որ ավելի շատ ներդրում ես ունենում, այնքան ավելի շատ հակակիրներ ես հավաքում, քան համակիրներ։ Ինչի պատասխան այսօր ստացա հենց այս բեմահարթակից, ինչպես նշեց մեր առաջին տիկինը, այո, երբեմն չեն ներում քեզ քո աշխատանքի, քո նվիրվածության համար։ Այդպիսին է ժամանակներ եւ կարծում եմ, որ այս շարժումը ինչ-որ բան կփոխի մարդկանց հոգեկերտվածքի մեջ։ Մարդկանց մտածելակերպում փոփոխությունների հասնելու նպատակն ունեն նաև վարչապետի երկու բանախոսությունները, իմանալ ինչպես եւ իրական Հայաստան խորագրերով, որոնցում ընդգծվում է կրթության եւ գիտելիքի դերը պետության կայունության եւ զարգացման գործում։ Թե բանախոսությունների եւ թե դրանց հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնվում են հարցեր, որոնք վերաբերում են պետության զարգացման հեռանկարներին, սահմանադրական փոփոխությունների հարցում հանրային մասնակցության ապահովմանը, գյուղական դպրոցների տեղափոխմանը եւ այսպես շարունակ։ Եթե նախկինում իմ ժամանակաշրջանում կրթվելը նորաձև չէր, այլ բաներ էր նորաձև, հիմա այո, հիմիկվա սերունդը այդ գաղափարախոսությամբ է առաջնորդվում, կրթվելը նորաձև է։ Այսօր այստեղից գնալու եմ այն գաղափարով, այն նշանաբանով, այն առաքելությամբ, որ պիտի ոչ միայն նայել, այլև տեսնել, խորքային տեսնել եւ քայլել առաջ, առանց հետ նայելու եւ պայքարել ոչ թե ինչ-որ մարդկանց ցուցադրելու, այլ պայքարել կյանքը փոխելու համար։ Ըստ իս մենք իրապես ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ այո, կրթվելը պետք է լինի նորարար, պետք է լինի նորաձև, պետք է լինի վարակիչ եւ միևնույն ժամանակ այնքան ճկուն, որպեսզի վարակի բոլորին կարողանա դիմակայել բոլորի պահանջմունքներին ու կարիքներին եւ միայն այդ դեպքում է, որ մենք կունենանք ամուր, ուժեղ եւ իրավագիտակից կիրթ հասարակություն։ Կրթվելը նորաձև շարժումն այս անգամ էլ միավորել է տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդկանց, որոնք հավաքվել են կրթության ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Եվ սա եւս մեկ անգամ իմ քայլը հիմնադրամին թույլ է տալիս վստահորեն պնդել, որ կրթվելը նորաձև շարժումը միավորող ուժ ունի։ Ես Հարություն Հարությունյանն եմ, մասնագիտության ֆիզիկ եւ
արդեն 50 տարի է կրթության մեջ, ինչ գնացել եմ դպրոց առաջին դասարան եւ մինչեւ օրս գտնվում եմ դպրոցում։ Եվ համոզված եմ, որ կրթությունը բոլոր ժամանակներում եւ բոլոր տարիքների համար անհրաժեշտ պայման է, անհրաժեշտություն է։ Այո, ես համաձայն եմ, յուրաքանչյուր մարդ կրթվելու մեծ պատասխանատվություն պետք է ունենա։ Ես ինքս 25 տարվա մանկավարժ եմ, երևի ամեն օր կարդում եմ։ 19 համայնք, 39 հանդիպում եւ 7618 մասնակից։ Ահա թվային այսպիսի ցուցանիշներ այս ընթացքում գրանցել կրթվելը նորաձև է շարժումը։ Առաջիկայում հանդիպումները նախատեսված նաեւ Երևանում, Արտաշատում, Մարալիկում, Աշտարակում եւ Մարտունիում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Լոս Անջելեսում եւ Հարվարդզաներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, հիշեցնենք Հարավային Կալիֆոռնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների արդյունքում կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ։ Թեմայի շուրջ զրուցել են գործընկերներս։ Մի քանի շաբաթ առաջ դաշնային օրինավապահ մարմինները սկսել էին ռեյդեր Լոս Անջելեսում եւ հարևան քաղաքներում, որոնց նպատակն էր հայտնաբերել ապօրենի միգրանտներին, վտարել նրանց եւ նաեւ մեկուսացնել ազգային էթնիկ բանդաները։ Հարյուրավոր ապօրենի միգրանտներ են ձերբակալվել, դրանց թվում իդեպ կան նաև հայեր, ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այլպես էլ այլ երկրների քաղաքացիներ, բայց հիմնականում իհարկե Լատինամական Ամերիկայի պետություններից տեղափոխված անձինք են, եւ քանի որ այդ ռեյդերը, այդ ձերբակալությունները տեղի են ունեցել արդյունքաբեր գազի կիրառմամբ, հատուկ դաժանությամբ, այդ միգրանտների հարազատները բողոքի ակցիաներ են նախաձեռնել, որոնք արդեն այլ բնույթ են ստացել եւ զանգվածային անկարգությունների է բանը հասել։ Իսկապես հարյուրավոր մեքենաներ են հրկիզված, հիմնականում ոստիկանությանը պատկանող փողոցներում բարիկադներ էին կառուցում, հարձակվում էին իրավապահ մարմինների, գրասենյակների, ոստիկանության վրա հարձակումների փորձեր։ Եվ արդյունքում Դոնալդ Թրամփը որոշել էր Լոս Անջելես եւ հարևան քաղաքներ ուղարկել ավելի քան 2000 ազգային գվարդիայի զինվորականների եւ նաեւ ուղաթիռներով, հատուկ տեխնիկայով այդ արդյունքում ազգային գվարդիայի ու այդ անկարգությունների մասնակիցների միջև բախումները նոր արյունահեղություն առաջացրեցին, նոր ձերբակալվածներ, որոնք արդեն մի քանի 100 հոգու են հասնում։ Ընդ որում այդ ամենը կենտրոնական իշխանությունները արել են չհամաձայնեցնելով իրենց գործողությունները նահանգային իշխանությունների հետ։ Վերջին անգամ առանց նահանգային իշխանությունների հետ համաձայնեցնելու ազգային գվարդիան կենտրոնական իշխանությունների կողմից կիրառվել է 68 թվականին։ Եվ սա իսկապես կարելի է աննախադեպ քայլ որակել։ Արդյոք անկարգությունների ալիքը լրջագույն հակասություններ առաջացրեց Միացյալ Նահանգների դաշնային վարչակազմի ու նահանգային իշխանությունների միջև։ Ինչի կարող է հանգեցնել այս առճակատումը։ Դե Միացյալ Նահանգները դաշնային պետություն է եւ սահմանադրությունը հստակ տարանջատում է կենտրոնական վարչակազմի իրավունքները, իրավասությունները նահանգային իշխանության վարավասություն եւ այստեղ նահանգապետ Գևին Նյուսոմը վստահություն է հայտնում, որ խախտվել է սահմանադրությունը, նա պահանջում է, որ Դոնալդ Թրամփը չեղարկի իր որոշումը եւ ազգային գվարդիայի զինվորականները դուրս հանվեն Կալիֆոռնիայից։ Նա հավաստիացնում է, որ իրականում այս բախումները սկսվեցին հենց ազգային գվարդիա գալու հետևանքով, այլ ոչ թե հակառակը։ Եվ իսկապես շատ լուրջ լրջագույն առճակատում կա նահանգային իշխանությունների ու դաշնային իշխանությունների միջև։ Հետաքրքիր է, որ դաշնային իշխանության մասը կազմող սահմանապահ ծառայության պետը սպառնացել է, որ եթե նահանգապետ Գևին Նյուսոմը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը խոչընդոտեն այս գործողություններին, նրանք կձերբակալվեն։ Եվ նահանգապետը հայտարարեց, որ պատրաստ է ձերբակալվել, բայց կատարելու է իր իրավասությունները եւ խոչընդոտելու է այն ամենին, ինչ համարում է հակասահմանադրական։ Լրագրողներին տված հարցազրույցում նա բառացիորեն դիմելով Դոնալդ Թրամփին ասել է.
արի եւ ձերբակալի ինձ, դու գիտես ինձ որտեղ գտնես։ Այս ամենը իհարկե ներքին քաղաքական process-ների ենթատեքստում է պետք դիտարկել։ Կալիֆոռնիան Միացյալ Նահանգների կարևորագույն նահանգն է։ Լոս Անջելեսը Միացյալ Նահանգների երկու կարևորագույն մեգապոլիսներից մեկն է։ Եվ այստեղ կարևոր է, որ եւ ողջ Կալիֆոռնիան, եւ մասնավորապես Լոս Անջելեսը դեմոկրատական իշխանություններ ունեն եւ ընդհանրապես դեմոկրատական ավանդույթներ ունեն։ Եվ հանրապետական Դոնալդ Թրամփը իհարկե իր դեմոկրատներին հայտարարած պատերազմում առաջին հարվածը ուզում է հասցնել հենց, այսպես ասած, դեմոկրատների որջի վրա, հա, եւ այս ամենը իսկապես ավելի շատ ներքին քաղաքական պայքար է, իսկ այդ բախումները եւ փողոցային անկարգությունները ընդամենը պատրվակ են, որը Դոնալդ Թրամփը օգտագործել է դեմոկրատներին վարկաբեկելու եւ իրենց լուրջ հարված հասցնելու համար։ Արդյոք իսկ ինչպես են այս իրադարձություններն ազդում Լոս Անջելեսի հայ համայնքի վրա։ Անուղղակիորեն, բայց նույնիսկ ասեի ուղղակիորեն ազդում են։ Բանն այն է, որ դաշնային իշխանությունները եւ հանրապետական կուսակցությունը միգրանտներին որպես չարիք ներկայացնելու իրենց ձգտմամբ օգտագործում են նաև հայկական թեման։ Մասնավորապես մայիսի ընթացքում Գլենդելում, հյուսիսային Հոլիվուդում եւ Լոս Անջելեսի մյուս արվարձաններում անց է կացրել ռեյդեր հայկական էթնիկ հանցավոր խմբերի ոչնչացման նպատակով։ Եվ մի քանի տասնյակ ազգությամբ հայ հանցագործներ են ձերբակալվել եւ այդ ամենը օգտագործվում է ինչ-որ հակահայկական երանգ ունի իր մեջը, քանի որ արհեստականորեն ընդգծվում է այդ հանցագործների հայկական արմատները, այն դեպքում, երբ դա բոլորովին իմաստավորված չէ։ Օրինակ, երբ մեկուսացնում է մի բանդա, որը իռլանդացիներից է բաղկացած, երբեք չեն ասում իռլանդական հանցավոր բանդա է ձերբակալվել։ Այս դեպքում հենց այդպես են վարվում եւ հանրապետական լրատվամիջոցները եւ դաշնային իրավապահ մարմինները։ Եվ այստեղ շատ մեծ դեր է կատարում Fox News հեռուստաընկերությունը, որը հանրապետական հեռուստաընկերության համբավ ունի։ Այդ լրատվամիջոցը, ինչպես ասացի, նպատակաուղղված շեշտում է, որ այդ հանցագործները հայեր են եւ ընդգծում է, որ հայկական ազգային այդ հանցավոր խմբերը չարիք են եւ խնդիր են ստեղծում ողջ Կալիֆոռնիայի, Լոս Անջելեսի եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների համար։ Այն դեպքում, երբ հայկական էթնիկ հանցավոր խմբերը ու պարզապես չեն էլ երևում չինական, լատինամերիկյան, աֆրոամերիկյան հանցավոր խմբերի ֆոնի վրա։ Եվ այստեղ ակնհայտ միտում կա, որը Լոս Անջելեսի հայերը նկատում են եւ իհարկե մտահոգված են։ Եվս մի հանգամանք, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախկին նախագահ, այժմ պատվավոր նախագահ Փոլ Գրեգորյանը զբաղեցնում է հատուկ կարևորության միջոցառումների վարչությունը եւ ի պաշտոնե պատասխանատու է Լոս Անջելեսում 26 թվականին կայանալիք ֆուտբոլի առաջնության կազմակերպման համար եւ Լոս Անջելեսում 28 թվականին կայանալիք օլիմպիական եւ պարաօլիմպիական խաղերի կազմակերպման համար։ Եվ դաշնային իշխանությունները, հանրապետական կուսակցությունները այս իրենց արշավով փորձում են ապացուցել, որ դեմոկրատները ի վիճակի չեն լուրջ միջոցառումներ կազմակերպել, նրանք տապալում են կամ կտապալեն բոլորը այս առաքելությունը իրենց վրա ուսերին վրա դրված, ուստի իրենք պետք է հեռանան եւ տեղը զիջեն։ Այդ ամենը վերաբերվում է նաեւ մեր հայրենակից Փոլ Գրեգորյանին, ով պատվով կատարում է առայժմ իր առաքելությունը եւ հուսով եմ այս արշավը իրեն չի խանգարի շարունակել այսուհետ եւս կատարել այն գործը, որը ստանձնել է, իսկ հանրապետականների եւ դեմոկրատների միջև այս լարվածությունը լուրջ խնդիրներ հուսով եմ չի առաջացնի Լոս Անջելեսի հայ համայնքի համար։ Շնորհակալություն Արծիվ։ Հակամիգրացիոն եւ հակառասիստական ցույցեր են նաեւ Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում։ Խաղաղ ցույցերը վերածվել են անկարգությունների, ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա, այրել պատնեշներ, վնասել տներ։ Այստեղ ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ 14-ամյա երկու գնչուներ մեղադրվել էին երիտասարդ աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում հերթական գրառումն է արել դիմելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ
կաթողիկոսարան նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերենշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուային հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգեվորականներ։ Կուսակրոն հոգեվորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերենշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերենշված չափանիշներին համապատասխանելու պարագայում խնդրում եմ համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին subject տողում գրելով համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև ձեր մասնագիտության եւ կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու։ Մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդմ։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։